4 տարի եղել եք Ամերիկայում Հայաստանի դեսպան, ինչ մի կարևոր ձեռքբերում եք ունեցել որպես դեսպան։ Օգոստոսի 8-ի արդյունքները շատ կարևոր ձեռքբերում են։ Դուք զգում եք, որ դուք հիմա ունեք արդեն այդ գիտելիքը, որպեսզի կարողանաք վարչապետին ճիշտ խորհուրդներ տալ։ Այն բոլոր հարցերում, որում ես կարող եմ օգտակար լինել, որոշումների կայացման մասին է խոսքը։ Ես փորձում եմ դա անել։ Իսկ լինում է, որ գնայիք տուն ու լաց լինեիք։ Հուզվող մարդ եմ առհասարակ, օրինակ կարող եմ ֆիլմ դիտել եւ հուզվել։ Ինչքան էլ մենք ասում ենք բազմաթիվ գործուններ, գալիս ենք հանգում ենք մի կարևոր բանի՝ մահվան վախը։ Չեմ պատկերացնում ինչպես կարելի է միայն վախերով առաջնորդվել։ Այսինքն որպես կառավարության ներկայացուցիչ մենք չենք կարող այդպես առաջնորդվել։ Բայց դա չի նշանակում, որ մենք ինքներս վախեր չունենք։ Մշակույթը ես եմ ինչ է նշանակում։ Երբ դու խոսք ես արտաբերելուց հետո դու այլևս վերահսկողություն չունես դրա տարածման եւ ազդեցության ուժգնության վրա։ Չունես ուղղակի։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն, հուսամ դուք նույնպես։ Շնորհակալություն։ Ես էլ եմ լավ։ Ինչ եք հասցրել այսօր անել արդեն։ Հասցրել եմ վայելել առավոտյան սուրճս, հետևել լրահոսին, պատրաստվել եւ գալ ձեզ մոտ։ Միշտ նույն ձև եք սկսում առավոտները։ Հիմնականում այո, որոշ փոփոխություններով երբեմն, բայց հիմնականում նույն կերպ։ Իսկ ինչպես են տարբերվում հայաստանյան առավոտները Վաշինգտոնյան առավոտներից։ Վաշինգտոնում շատ ավելի վաղ է արթնանում, քան այստեղ, որովհետև ժամային տարբերությունների պատճառով ինձ պետք էր մի փոքր ավելի շուտ տեղեկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում։ Սովորաբար օրը սկսվում էր առավոտյան 5-ին կամ 5:30, 30 րոպե մարզասրահ, շաբաթը 4 օր, այնուհետև լրահոս, Երևանի հետ կապ եւ հետո աշխատավայր։ Լրահոսին հետևելը շատ կարևոր է ձեր պաշտոնի համար, թե որպես անձ եք հետաքրքրվում։ Ոչ, շատ կարևոր է, որովհետև նախ այն մայրաքաղաքում, որտեղ գտնվում ես, իրենք նույնպես հետևում են լրահոսին։ Երկրորդ, պետք է տեղյակ լինել ինչ է կատարում, հատկապես անվտանգային դաշտում, որովհետև մեր գործունեության մի մասը հենց առնչվում է եւ կարևորագույն մասը առնչվում է հենց դրան։ Եվ եթե հնարավոր է ինչ-որ բան հասցնել անել այնտեղ, ապա պետք է արագ արձագանքել, խորհրդակցելով իհարկե անհրաժեշտ գերատեսչությունների հետ, մայրաքաղաքի հետ։ Իսկ հաճախ են լինում արագ արձագանքման անհրաժեշտություններ։ Գիտեք, 2021 թվականից սկսած համոզված եմ հիշում եք, որ մենք ամեն օր սպասում էինք նոր սրացումների, նոր լարվածության, նոր հարձակումների եւ դրանով պայմանավորված մի քանի տարի այո շատ լարված էր, սարսափելի լարված։ Իրավիճակներ էին լինում արձագանքը նախ կանխարգելիչ եւ երկրորդ լինում էին նաեւ դեպքեր, որ ստիպված էր լինում հենց արձագանքել դրան։ Տենց արտահայտություն կա, որ ասում են բոլորս մանկությունից ենք։ Դուք արդեն բավականին հասուն տարիքում եք եւ կարծում եմ, որ պիտի որ նկատած լինեք, կան ինչ-որ դրական եւ կան ինչ-որ բացասական դրսեւորումներ, որ դուք հստակ գիտեք, որ դա մանկությունից է գալիս։ Չեմ մտածել այդպես, ճիշտն ասած, բայց կան բնավորության որոշ գծեր, որոնք ես տեսնում եմ, որ նույնն են մնացել, ոչինչ չի փոխվել։ Ինչ օրինակ։ Օրինակ համբերատարությունը շատ ես փոքր ժամանակվանից նույնիսկ մանկապարտեզի տարիքից հիշում եմ, թե ինչքան ես համբերատար էի եւ նույնը հիմա մնացել է եւ դա ընդ որում պարտադիր չի, որ ասեմ դրական հատկություն է, երբեմն պետք չի այդքան համբերատար լինել։ Հա, ինչով է խանգարում դա։ Որովհետև երբեմն ինչ-որ բաների պետք է արձագանքել ավելի վաղ, քան թողնել դրանք հասունանան այնքան, որքան երբեմն հասունանում են։ Եվ կարծում եմ, որ երբեմն վաղ արձագանքը շատ ավելի լավ հանգուցալուծում է տալիս դժվար խրթին իրավիճակներին։ Այսինքն այդպեսին ծնվել եք դուք։ Երևի։ Որովհետև երեխաներին հակառակ անհամբերությունն է, անհամբերատարությունն է հատուկ։ Դե երկուսն էլ ինձ թվում է յուրաքանչյուր անձի մոտ երկուսն էլ կա եւ շտապողականությունը եւ համբերատարությունը, կախված է թե որ փուլում որն է։ Ինձ մոտ ավելի շատ համբերատարություն է, բայց չեմ Տեսեք, ասում եք մանկապարտեզից։ Դա շատ յուրահատուկ դեպք է, որ մանկապարտեզի տարիքում լինես համբերատար։ Եվ ծնողներին շատ հարմար է այդպիսի երեխան։ Գուցե։ Իսկ առհասարակ հարմար երեխա եք եղել փոքր ժամանակ։ Կանոններով շարժվող երեխա եմ եղել ավելի, բայց հարցեր տվող նույնպես։ Այսինքն ինձ համար կարևոր է եղել հասկանալ, թե ինչու ինչ-որ բանը ոչ։
Ինչու են պետք կանոնները եւ ինչու հենց այսպես շարժվել եւ ոչ թե այլ կերպ։ Այնպես չի, որ այսպես կուրորեն ենթարկվել եմ։ Իհարկե, դաստիարակությունս ինձ համար մեծ նշանակություն է ունեցել հետագայում որպես անհատ ձևավորման հարցում, բայց հարցեր շատ եմ տվել եւ իմ ծնողները նաեւ խրախուսել են այդպեսին լինել, որ եթե ինչ որ մի բան այդքան էլ իմ սրտով չէ, պարզեմ ինչու է հենց այդպես ճիշտ կամ ինչու հենց այս ուղղությամբ շարժվել ոչ թե այլ։ Ես ձեր հարցազրույցները լսելիս, ընդհանրապես ձեր կենսագրությունը ուսումնասիրելիս նկատում եմ, որ այդ ճիշտ աղջիկ լինելու ուղղությունը կա։ Իսկ դա ոչ միշտ է, որ այդ ճիշտ աղջկան հարմար է լինում, լավ է լինում, դրական է իր համար լինում։ Կա այդ խնդիրը, թե չէ։ Չէ, չունեմ, երևի նման խնդիր ունենում են այն մարդիկ, ովքեր հաշտ չեն լինում իրենք իրենց հետ։ Ես ինքս ինձ հետ շատ հաշտ եմ։ Միշտ եք եղել, թե ինչ որ պահի է եկել։ Այո, միշտ եղել եմ այդպեսին։ Ես չեմ հիշում ինչ որ փուլում, որ ինքս ինձ հետ հաշտ չլինեմ։ Երբեմն եղել են իրավիճակներ, որ իմ մոտեցումները ինքս իմ, այսինքն ինչ որ բան շատ ավելի խորն եմ ընկալել, քան պետք էր, այդպես եղել է, բայց դա շատ արագ շտկվել է։ Ես միշտ եղել եմ հաշտ ինքս ինձ հետ։ 4 տարի եղել եք Ամերիկայում Հայաստանի դեսպան, շատ կարճ ամփոփենք այս 4 տարիների ընթացքում ինչ մի կարևոր ձեռքբերում եք ունեցել որպես դեսպան։ Մեկ կարևոր ձեռքբերում, ես կարծում եմ օգոստոսի 8-ի արդյունքները շատ կարևոր ձեռքբերում են մեր պետության համար եւ նաեւ ինձ համար, ով այդ տարիներին աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության դեսպան Միացյալ Նահանգներում։ Դուք այնտեղ հայ բնակչության հետ հավանաբար շփումներ ունեցել եք, ինչի դեսպանի աշխատանքն է ընդհանրում։ Ինչ հիմնական խնդիրներ ունեն ամերիկահայ բնակչությունը։ Գիտեք, նախ մեր ամերիկահայ համայնքը միատարր եւ միաշերտ չէ։ Պայմանավորված է բազմաթիվ գործոններով։ Նախ տարբեր տարիներին այնտեղ տեղափոխված համայնք է, տարբեր պատմական փուլերում, տարբեր պատմական բարդություններով, տրավմաներով, բայց նաև մարդիկ, ովքեր շատ մեծ հոգ են տանում Հայաստանի Հանրապետության մասին եւ ուզում են, որ Հայաստանի Հանրապետությունը հաջողի, լինի խաղաղ, տնտեսապես զարգացած, գիտական առումով զարգացած։ Այստեղ հարցը ուրիշ է, որ մեր համայնքը Միացյալ Նահանգներում ունի խոր անվստահություն մեր հարևանների նկատմամբ։ Շատ բազմաթիվ գործոններով պայմանավորված։ Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի իր մոտեցումները Հայաստանի խաղաղ եւ զարգացող ապագայի վերաբերյալ։ Եվ այստեղ է, որ կարևոր է, որ թե կառավարությունը եւ թե Սփյուռքը ունենան քննարկում եւ բանավեճ, երբեմն դա կլինի սուր, երբեմն մենք իրար հետ չենք համաձայնի։ Բայց կարևոր է այս կոմունիկացիան, որովհետեւ մեծ շռայլություն է իրար օտարելը, մեծ շռայլություն է իրար հետ չխոսելը, եթե անգամ դա որևէ կոնկրետ արդյունքի այս պահին չի բերելու։ Բայց մի բան կարող եմ արձանագրել այս 4 տարվա արդյունքում եւ այդ գիտակցմամբ եւ ընկալումով եմ վերադարձել, որ անկախ այդ խոր անվստահությանը հարևանների նկատմամբ, ընդհանուր առմամբ Սփյուռքը ունի ըմբռնում, թե ինչ է անում Հայաստանի կառավարությունը եւ ինչու է դա անում, ինչու է պետք խաղաղության օրակարգը, ինչու է հենց այսպես պետք շարժվել։ Այլ հարցը նորից եմ ասում, որ կա այդ խոր անվստահությունը։ Դուք ասում եք պայմանավորված բազմաթիվ գործոններով, հա, անվստահությունը հարևանների նկատմամբ։ Այստեղ բազմաթիվ գործոններից կարծում եմ ամենակարևոր գործոնը այն է, որ այս մարդիկ, այսինքն իրենց նախնիները մեծ եղեռնի մասնակիցներ են, կոտորված մարդիկ են, որոնց կոտորել է թուրքը, հա, ասենց ասենք։ Ու այս մի գործոնը միայն կարծում եմ, որ բավարար է, որպեսզի այս մարդիկ ունենան այս անվստահությունը։ Ինչ երկխոսություն է նախաձեռնում մեր կառավարությունը, որպեսզի այս մարդկանց կարողանա ասել, որ այո, դա եղել է, բայց ինչպիսին պիտի լինի այս երկխոսությունը։ Տեսեք, դուք ես ասացի բազմաթիվ գործոններ, դուք միայն մեկը նշեցիք, 15 թվականի ցեղասպանությունը, բայց դրանից հետո էլի ալիքներ են եղել արտագաղթի, Բաքվի ջարդերից փախած հայեր, պատերազմ, երկրորդ պատերազմ, տարբեր տարածաշրջաններում մեր հայությունը, որը դարձյալ այդ պետություններում արդեն պատերազմի արդյունքով է հանգրվանել Միացյալ Նահանգներում։ Պատճառները շատ են, այդ թվում նաև տնտեսական։ Այսինքն հիմնական բանն այդ մահվան վախն է, որ ունի Սփյուռքը։ Այո։ Այսինքն ես այդ նկատի ունեմ, որ ինչքան էլ մենք ասում ենք բազմաթիվ գործոններ, գալիս ենք հանգում ենք մի կարևոր բանի՝ մահվան վախը։
Հիմա այդ մահվան վախի մասին ինչպես ենք մենք խոսում Սփյուռքի հետ։ Տեսեք, կան մարդիկ, ովքեր եւ ես բնավ մեղադրանքով չեմ այդ մարդկանց մասին խոսում, ովքեր այդ վախը հաղթահարում են այլ երկրում հանգրվան գտնելով, իրենց երեխաների համար ավելի ապահով ապագա փորձելով գտնել։ Եվ կան մարդիկ, ովքեր որոշում են կայացնում այդ վախը հաղթահարել մնալով եւ ապրելով Հայաստանում։ Այսինքն վախերը նույնն են, բայց հաղթահարման միջոցները տարբեր են, ընդ որում որևէ մեկին չի կարելի մեղադրել այդ հարցում։ Եվ խոսակցությունը զրույցը պետք է սկսվի հենց այստեղից, որ մենք պետք է օգնենք այն մարդկանց եւ պետք է օգնենք Հայաստանի Հանրապետությանը առհասարակ որպես պետություն շարունակել գոյատևել եւ հաղթահարել խնդիրները, կապ չունի միասին հաղթահարել։ Սփյուռքում լինենք թե Հայաստանի Հանրապետությունում պետք է ջանքերը միավորել։ Ես կարծում եմ, որ առաջնային է իրար հետ զրուցելը, երկխոսելը, եթե անգամ իսկապես մենք չենք համաձայնելու իրար հետ։ Կարծում կլինեն ինչ-որ կետեր, որտեղ մենք կհամաձայնենք։ Օրինակ, ինչպես օգնել զարգացնել կրթությունը կամ գիտությունը, ինչպես նպաստել տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում եւ այլն, քայլ-քայլ։ Այսպես եմ ես պատկերացնում։ Չեմ պատկերացնում ինչպես կարելի է միայն վախերով առաջնորդվել։ Այսինքն որպես կառավարության ներկայացուցիչ մենք չենք կարող այդպես առաջնորդվել։ Բայց դա չի նշանակում, որ մենք ինքներս վախեր չունենք։ Ես միայն կասեմ, որ մենք շփման ընթացքում Սփյուռքի հետ երբեք չենք փորձել անգամ ասել այն, ինչ որ մենք չենք անելու։ Այսինքն, որպեսզի ականջահաճո լինի ինչ որ մի բան Սփյուռքին եւ կարողանանք այդ տարբերակով մեղմել հարաբերությունները կառավարության հետ, նույնիսկ երբեք չենք ստել։ Երբեք նման բան չի եղել։ Եղել են դեպքեր, որ շատ սուր քննարկումների արդյունքում նույնիսկ դաշնակցական ներկայացուցիչների հետ մենք ունեցել ենք հետագայում շատ ջերմ ու լավ հարաբերություններ առանց որևէ մեկի անունները տալու իհարկե։ Եվ դա ինձ համար մեծ ցուցիչ է պնդելու, որ այո, տարբերակը միմյանց հետ ազնիվ լինելն է, անկեղծ լինելն է եւ խոսելը։ Միշտ չի որ կգանք ընդհանուր եզրահանգման։ Դիտանկյունը այնտեղից ուրիշ է։ Եվ դա հասկանալի է։ Այն տագնապի զգացողությունը, որ ունենում ես Հայաստանում ապրելով, հատկապես սահմանամերձ գյուղերի երեխաների մասին մտածելով, մի քիչ այլ է։ Ես չեմ ասում այդ գիտակցումը չկա Սփյուռքում, բայց երանգները եւ դիտանկյունը ուրիշ է։ Ես կարծում եմ, որ մի քանի տարի առաջ դեսպանության առաջնային խնդիրը դա այդ լոբիստական կազմակերպությունների հետ աշխատանքն էր, մեծ եղեռնի ճանաչման գործընթացին նպաստելն էր։ Առաջնային նպատակները փոխված են թե չէ դեսպանության։ 2020 թվականից հետո առնվազն այդ դաշտում արդեն աշխատելով ես կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է եղել հենց Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ այդ ճանապարհին այն առաջնահերթությունները, որ սահմանել է հենց կառավարությունը, դրանք էլ մենք առաջ ենք տարել։ Նույնը եղել է բոլոր ժամանակներում։ Այսինքն ինչ առաջնահերթություն սահմանում է կառավարությունը, դիվանագիտական կորպուսը դա առաջ է տանում եւ այո, բնականաբար բոլոր մայրաքաղաքներում այդպես է։ Ես կարծում եմ, որ առաջ մինչև պատերազմը երևի մի բան, որ բոլոր հայերին միավորում էր, դա 1915 թվականի դեպքերն էր, այսինքն մի բան, որ բոլորս դրա շուրջ համաձայն ենք, որ պետք է ճանաչում, բոլորս համաձայն ենք։ Հիմա այդ մի բանը, որին բոլորը հավատում էին, չկա։ Հիմա ասեմ նաև այդ առումով այնտեղ Միացյալ Նահանգներում առաքելությունս իրականացրած մարդ որպես որը մեկը չի վիճարկում 1915 թվականի ցեղասպանությունը։ Միացյալ Նահանգները 2021 թվականին ճանաչեց նաև նախագահի մակարդակով, որ տեղի է ունեցել այդ ողբերգությունը։ Այսինքն ճանաչումը եղել է արդեն Միացյալ Նահանգների կողմից, թե երկու պալատների կոնգրեսի եւ թե նախագահի։ Եվ կարծում եմ, որ դա որոշակի նաև տարածք է բացում, որպեսզի հասկանանք շատ լավ։ Աշխարհի ամենահզոր պետությունը այսօր ճանաչել է հայոց ցեղասպանությունը, ինչ ենք անում հետո։ Ապրելով այն տարածաշրջանում, որտեղ ապրում ենք, ունենալով այն հարևաններին, որոնց ունենք։ Հայաստանը չի կարող իր աշխարհագրական դիրքը տեղափոխել, ոչ էլ մեր հարևաններն են տեղափոխվելու։ Եվ հետեւաբար ինչպես պետք է իրար հետ գոյակցենք, դիստանցավորվելով պատերազմներից, ողբերգություններից եւ մարդկային ճակատագրերի խեղումից։ Սա է ամբողջ հարցը։ Ոչ ոք չի հերքում պատմական իրողությունները, պատմական փաստերը, բայց պետք է շարժվել առաջ։
Եվ սրա մասին է եղել մեր աշխատանքը։ Մի հարցազրույցի ժամանակ հետաքրքիր մի միտք էիք ասում էիք, որ առհասարակ ձեզ կխոցի միայն այն ասված խոսքը, որը ձեզ հետ կապ չունի, բայց ձեզ վերագրում են։ Չգիտեմ, ճիշտ եմ բանալի փոխանցում թե չէ։ Երևի ճիշտ եք փոխանցում, հիմա մի քիչ փոփոխությունների եմ։ Հեսա մենք դրա մասին էլ կխոսենք։ Ու բնականաբար պատերազմից հետո, երբ որ դուք արդեն դեսպան նշանակվեցիք, ատելության ալիքը բավականին ուժեղ նաև փոխանցվեց ձեր անձին, եւ ես մի տեսահոլովակ տեսա, որտեղ ձեր հետևից գալիս են եւ ասում են դավաճան։ Ինչ զգացում է լսել այդ խոսքը առհասարակ։ Գիտեք, մի փուլ հիշեցրեցիք, որը եւ բարդ եւ հետաքրքիր նաև միաժամանակ։ Ես հիշում եմ, երբ լուրերը արդեն հանրային դարձան, որ պիտի նշանակվեմ դեսպան Միացյալ Նահանգներում, այդ աղմուկը եւ քննադատությունների ալիքը ինձ իսկապես շատ զարմացրել էր։ Եվ այդտեղ տեսնում էի մի քանի շերտ, քաղաքականացված արշավ, սուբյեկտիվ քննադատություններ սերով պայմանավորված խտրականությամբ, որովհետև ես իհարկե որևէ իմ տղամարդ գործընկերներից որևէ մեկին չեմ ուզում հիմա ինչ-որ ասել, որ այ ինչու իրենց չեն թիրախորել, բայց եթե հիշեք, ոչ պակաս կարևոր մայրաքաղաքներում հենց այդ փուլում նշանակվեցին տղամարդ դեսպաններ քաղաքական նշանակումով եւ որևէ մեկը այդ մասին չիմացավ։ Դրա համար եմ պնդում, որ կար նաեւ սերով պայմանավորված խտրականություն։ Բայց նաեւ ինձ համար ամենակարևորը այն է, եւ սրա վրա եմ ուզում շեշտադրում անել, որ ինձ համար կար նաեւ քննադատության մի շերտ, որը կարծում եմ օբյեկտիվ անհանգստություն էր, որովհետեւ մարդ, որը նախկինում չի ունեցել դիվանագիտական փորձ, քաղաքական նշանակում, ոչ տղամարդ, բայց նաև շատ կարևոր մայրաքաղաքում գործողում է մի փուլում, որը Հայաստանի համար շատ դժվար փուլ է։ Ու այդտեղ ես մտածում էի, լավ, երևի ճիշտ կլինի, որ ոչ թե կենտրոնանամ այն հատվածի վրա, որը ինքս համարում եմ սուբյեկտիվ, այլ այդ մարդկանց իրական անհանգստությունների վրա, որոնք ես էլ ունեի, այնպես չէ։ Դրանք։ Արդյոք կստացվի թե ոչ։ Դուք էլ ունեիք այդ անհանգստություն։ Իհարկե, համոզմունք ունեի, որ ինչ-որ բան հնարավոր է փոխել, բնականաբար, առանց այդ համոզմունքի ես չէի մեկնի, բայց միևնույն ժամանակ չես կարող, չէ, կասկած չունենալ կամ այսինքն որն է այդպես բացարձակ վստահությունը, որ ամեն ինչ ստացվել է։ Եվ այդտեղ մտածում էի, որ կամ պետք է, այսինքն պետք է աշխատել, որ փարատել այդ մարդկանց անհանգստությունները, կամ եթե չստացվի փարատել, ուրեմն ճիշտ էին բոլոր անհանգստությունները, բոլոր քննադատությունները։ Եվ այդպես դրա վրա եմ սևեռվել ավելի շատ։ Այո, եղել են տհաճ դեպքեր, եղել են անընդունելի վարքագծային դրսևորումներ, բայց ես չեմ սրել, չեմ գնացել բախման, չեմ գնացել առճակատման։ Համբերատարությունն էր օգնում այդտեղ իմ կարծիքով։ Եվ համբերատարությունը եւ գիտակցումը, որ դրանով ես ավելի շատ վնասելու եմ, քան օգուտ եմ տալու։ Վնասելու եմ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ընկալմանը Միացյալ Նահանգներում։ Վնասելու եմ Սփյուռքի ընկալմանը Միացյալ Նահանգներում, կառավարությանը առանձին, այդպես։ Եվ դրա համար հասկացել եմ, որ եթե չգիտես ճիշտ ճանապարհը որն է, ապա խուսափել առնվազն նրանից, ինչը վստահ ես, որ սխալ է։ Եվ չեմ գնացել առճակատման ու հասկացել եմ, որ մենք պետք է առաջ տանենք այն օրակարգը, որը համոզված ենք, որ ճիշտ է Հայաստանի Հանրապետության համար, եւ Սփյուռքը կամ Սփյուռքի առանձին կառույցներ իրենց օրակարգով։ Այսինքն ճանապարհներն առանձին են այս պահին, յուրաքանչյուրս մեր ուղությամբ, եւ այսպես չեմ կարող հերքել, որ իհարկե դրանք տհաճ էին եւ անընդունելի։ Իսկ լինում է, որ գնայիք տուն ու լաց լինեիք։ Նման դեպքերից ոչ։ Հուզվում եմ առհասարակ, հուզվող մարդ եմ առհասարակ, օրինակ կարող եմ ֆիլմ դիտել եւ հուզվել, չգիտեմ, համերգ լսել, ելույթ լսել եւ հուզվել, բայց նման դժվար իրավիճակներում ոչ չեմ հուզվում։ Ոնց եք հետո ձեզ վերականգնում։ Գտնում եմ տարբերակներ, շատ պարզ մեթոդներով։ Կարող եմ շփվել իմ սիրելի մարդկանց հետ եւ վերականգնվել, չխոսելով այն թեմաներից, որոնք ինձ անհանգստացնում են։ Չգիտեմ, վարել ինչ-որտեղ մեքենայով։ Իսկ չի լինում ինչ-որ մի պահ կասկած, որ իրոք կարող է դավաճանում եք ինչ-որ մի բանի։ Ոչ, չէ, ոչ։ Դավաճանությունը դիտավորության մասին է, դիտավոր սխալ քայլ անելու մասին է, սեփական պետության դեմ աշխատելու մասին է։
Դա դալերի ուրիշ երևույթ է։ Ոչ, երբեք իհարկե նման մտքեր չեմ ունեցել, բայց քննադատությունը միշտ տեղին է։ Ես նոր օրինակ բերեցի, որ փորձում եմ հասկանալ, թե որտեղից կարող են գալ օբյեկտիվ քննադատությունները կամ անհանգստությունները, այդպես։ Ես ինքս իմ նկատմամբ էլ շատ պահանջկոտ եմ եւ ինքս ինձ հարցեր տալիս եմ։ Լինում է իրավիճակ, որ հասկանում եմ, չէ, այս իրավիճակում ավելի ճիշտ ճանապարհ կար այս ուղուն հասնելու համար, բայց դա չի նշանակում, որ բացարձակ սխալ է եղել ինչ-որ մի բան։ Այսքան տարի անց արդեն 4 տարի անց հաջողվեց, ստացվեց, ինչ եք կարծում դուք։ Ես ոչ թե գնահատական կտամ, այլ երևի փոխանցեմ իմ զգացողությունները, թե ինչպես եմ վերադարձել։ Ես վերադարձել եմ բավարարված։ Իսկ գնահատականները արդեն ինձ թվում է ես չպիտի տամ։ Իսկ որպես մարդ ինչպես փոխեց ձեզ այդ կյանքը 4 տարին Հայաստանից դուրս։ Նախ տեսադաշտս է փոխվել, ավելի լայն եմ տեսնում պատկերները, ավելի դետալներով եմ տեսնում, պատուհաններն են շատացել, տարբեր շերտերով ես սկսում հարցին նայել, շատ ավելի մանրակրկիտ ես նայում հարցերին, ավելի զգուշավոր ես դառնում, բայց նաև երբեմն հասկանում եմ, որ կան իրավիճակներ, որտեղ պետք է ռիսկի գնալ, միայն զգուշավորությունը զարգացման չի բերում կամ ինչ-որ փոփոխությունների չի բերում, եթե փոփոխություն ես ուզում։ Մի հայտարարություն, որ մի 7 տարի առաջ էի կարել եւ շատ մեծ արձագանք առաջացրեց հասարակության մեջ, մշակույթը ես եմ արտահայտությունը։ Ինքը շատ հավակնոտ արտահայտություն է իրականում թվում։ Ես կուզեի արդյոք խոսեինք ինչ է մշակույթը, ինչ նկատի ունեք ասելով մշակույթ, հետո նոր խոսենք արդեն այդ հայտարարության մասին։ Դե բովանդակությունը եւ գաղափարը միտքը, որ ես դրել էի այդ արտահայտության մեջ, այն է, որ մարդն է առաջինը մշակույթի գրողը, մշակույթը ներկայացնողը եւ մեր մշակույթը ճանաչում են առաջին հերթին շփվելով մեզ հետ։ Ցանկացած մարդ, ցանկացած օտարերկրացի։ Դա շատ ավելին է, քան արվեստը։ Մարդկային հարաբերությունների մասին է, քաղաքակրթության մասին է, շփվելու գործոնի մասին է եւ այդպես, բայց իհարկե մենք ասացինք, որ այսինքն դուք ասացիք, որ կխոսենք դեռ այդ մասին, բայց ես 2 դաս եմ քաղել այդ արտահայտությունը անելուց հետո։ Առաջինը, որ արդեն այն կարգավիճակում, որում ես այն ժամանակ կայի, երբ դու խոսք ես արտաբերում, արտաբերելուց հետո դու այլևս վերահսկողություն չունես դրա տարածման եւ ազդեցության ուժգնության վրա, չունես ուղղակի։ Եվ երկրորդ դասը այն էր, որ որքան կարևոր է թե ինչ բովանդակություն ես դու դնում խոսքիդ մեջ, նույնքան կարևոր է թե դիմացինը ինչպես է դա անցալում։ Եվ եթե դիմացինը չի անցալում այնպես, ինչպիսի բովանդակությամբ դու ես հաղորդել, ուրեմն խնդիր է։ Ում համար։ Ինձ համար, արտաբերողի համար։ Եվ դա փորձել եմ հետագայում այդ առումով ուշադիր լինել հետագայում հանրային խոսքում, որտեվ այո, դու կարող ես մի բովանդակություն ասել, բայց դիմացինը այնուամենայնիվ չընկալի կամ մանիպուլացվի, դա էլ է հնարավոր, որ ոչ թե չեն ընկալում, այլ դիտմամբ ինչ-որ ուրիշ կերպով է դա օգտագործվում։ Ամեն դեպքում ուշադրությունը կարևոր է։ Մեկ մտքով կարողանանք էլի ասենց հակիրճ ասենք մշակույթը ես եմ ինչ է նշանակում։ Մենք բոլորս ենք կրողը մեր մշակույթի եւ դա տարածողը։ Այնպես ինչպես կտարածենք այդ մշակույթը, մեր մշակույթը, այդպես էլ մեզ կճանաչեն որպես ազգ։ Մենք ունենք լավ մշակույթ։ Այո, իհարկե։ Վարքագծային տեսանկյունից եւ իրար հետ հարաբերվելու տեսանկյունից իհարկե անընդհատ դա փոփոխությունների է ընթարկվում։ Եվ դա արդեն անհատական մակարդակում յուրաքանչյուրս պիտի որոշենք, որն է մեզ համար ընդունելի, որը ոչ։ Ինչա ձեզ ամենաշատը պակասում այստեղ շփման մշակույթի մեջ, որը օրինակ Ամերիկայում շատ հեշտ տրվում էր։ Մարդու անձնական տարածքը հարգելը։ Այսինքն անձնական տարածք ասելով դա ամեն ինչն է, ինչ երրորդ անձի չի վերաբերում։ Չեմ ասում, որ հետաքրքրասիրության իրավունք չկա քննարկելու, բայց զգայունությունը նման հարցերում շատ կարևոր է, որովհետև չգիտես ինչը կարող է խոցել դիմացինին, ինչը ոչ։ Սկսած օրինակ հարցից ես մի զրույցի ականատես եղա, որտեղ առողջության հետ կապված ինչ-որ մեկի բան էին հարցում եւ ակնհայտորեն ինձ համար տեսանելի էր, որ այդ անձի համար անհարմարություն էր այդ հարցին անդրադառնալը, բայց միևնույն է մի կողմից հարց տվողի կողմից հոգատարություն է,
Բայց մյուս կողմից տեսնում ես, որ դա անհարմարություն է հարցին պատասխանողի համար։ Այ դա նկատել եմ կողքից, որ ինձ չի վերաբերել, բայց նկատել եմ։ Այս պահին դուք վարչապետի խորհրդականն եք։ Մի քանի ուղղություններով, այդ թվում արտաքին։ Դուք զգում եք, որ այս տարիների ընթացքում այնքան բան եք կուտակել ձեր մեջ, գիտելիք կարելի ասել, որովհետև հիմնականում ես հիշում եմ 2018 թվականին ձեր թիմին հիմնականում մեղադրում էին անփորձության, գիտելիքի պակասի, ինչ որ sense բաների մեջ։ Դուք զգում եք, որ դուք հիմա ունեք արդեն այդ գիտելիքը, որպեսզի կարողանաք վարչապետին ճիշտ խորհուրդներ տալ։ Ես չգիտեմ մի այդպիսի մարդ, ով բոլոր հարցերի վերաբերյալ կարողանա ճիշտ խորհուրդներ տալ։ Այնինչ վերաբերում է իմ պատասխանատվությանը այս պահին, իմ գործունեությանը, այն բոլոր հարցերում, որում ես կարող եմ օգտակար լինել, որոշումների կայացման մասին է խոսքը, ես փորձում եմ դա անել, բայց այդքանը։ Դուք էլի բոլոր հարցերը այսպես եք պատասխանում։ Երկու միտք, որ ես ուզում եմ միացնեմ իրար ու խոսենք այդ մտքերի մասին։ Առաջինը, որ 18 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո, երևի շատ կարճ ժամանակ էր անցել, դուք ասում եք, որ այդպիսի Հայաստանի մասին եք երազում, որտեղ անհատը ունի պատասխանատվություն իր հարցերի լուծման ուղղությամբ, մոտավոր այսպիսի միտք էիք արտահայտում, եւ շատ կարճ ժամանակ անց ասում եք, որ արդեն դա տեղի է ունենում։ Եվ երկրորդ միտքը, որ 2019 թվականին արդեն կարգախոսի մասին հարց էին ձեզ տալիս, երջանիկ անհատ, հոգատար հասարակություն եւ ուժեղ պետություն, եւ դուք ասում եք, որ արդեն տեսնում եք դրա պտուղները, տեսնում եք դրա իրականացումը եւ շատ երջանիկ եք, որ սա իրականություն է դառնում։ Արդյոք այս երկու հայտարարությունները շատ հավակնոտ չեն ու արդյոք դա էյֆորիայի արդյունք չի, որի մեջ բոլորս էինք, բոլորս էլ ապրում էինք այդ էյֆորիան, բայց երբ դա հնչում է իշխանության կողմից, բնականաբար քննադատելու ոնց որ հիմք է առաջանում։ Հիմա ոնց եք դուք տեսնում այս ամենը 7 տարի անց։ Կարևոր է մտածել մարդու անհատական երջանկության մասին եւ թե ինչպես օգնել, որպեսզի մարդ իրեն իսկապես երջանիկ զգա, ինքնադրսևորվի։ Ամեն ինչ չի, որ պետության իհարկե տիրույթում է, պետությունն է անում, բայց բնականաբար պայմաններ ստեղծելը դա պետության կարևոր գործառույթներից է։ Ինչ ունի այստեղ պետությունը մարդու անհատական երջանկության հարցում։ Ինչ պիտի անի։ Արդարության զգացումը։ Կա այսօր արդարության զգացումը։ Ես ասում եմ, ինչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար։ Արդարության զգացումն է պետք։ Իր կրթությամբ կարողանալ ունենալ այն ձեռքբերումները, որի համար նպատակները սահմանում։ Ունենալ իր համար անձնական այն, ինչը հնարավոր է, ինչ իրեն երջանկություն է պարգևում։ Մենք դեռ չենք հասել այն կետին, որով կհամարենք, որ հասել ենք։ Այո, մարդիկ բոլորը կարողանում են այնպես ինքնադրսևորվել, որպեսզի կարողանան երջանիկ լինել, բայց դա այն ճանապարհն է, որ նաև մենք պետք է շարժվենք։ Իսկ հոգատար հասարակությունը ինչպես է դրսևորվում։ Որտեվ տեսեք, մենք խոսում էինք հենց նոր, հա, շփման մշակույթի մասին, այդտեղ ընդհանրապես հոգատարություն չկա։ Երբ որ ինչ-որ մեկը իր մեքենան այնպես է կայանում, որ ոչ ոք չի կարողանում կայանել, կամ փողոցում այնպես է քայլում, որ ոչ ոք չի կարողանում, կամ աղբաթափում, այդտեղ չկա հոգատար հասարակության նշույլ անգամ։ Մենք բացասական դրսևորումներից այդ առումով խոսեցինք, բայց ես դրական բանել եմ նկատել։ Եկեք դրականն էլ խոսենք։ Օրինակ, վերջերս իհարկե մեր խցանումները շատ են, բայց եթե ես մասնավորապես այն ինչ հիշում եմ 4 տարի առաջ, ոչ այսքան մեծ խցանումների պարագայում ազդանշաններով մեքենաները շատ ավելի շատ էին փողոցներում, քան հիմա։ Օրինակ հիմա այսինքն դա հանդուրժողականության դրսևորումներից մեկն է։ Շփման մշակույթի եւ առհասարակ դիմացինի անձնական տարածքը հարգելու, դիմացինի հարմարավետության մասին մտածելը նույնպես կարևոր է, որքան քո հարմարավետության մասին մտածելն է կարևոր։ Եվ ապահով պետության մասին։ Իհարկե, միանշանակ։ 7 տարի անց ինչ կա այսօր արդեն դրված, որ մենք կարողանանք ասել, որ մենք ունենք ապահով պետություն։ Մենք ապահով պետություն ունենալու ճանապարհին ենք, ես չեմ կարող ասել, որ մենք միանշանակ այս պահին երաշխավորված ենք, բայց այն, որ այսօր կա նախաստորագրված եւ դրանով իսկ հաստատված փաստացի խաղաղություն, դա կարեւոր է։ Կարեւոր է նաեւ այդ խաղաղությունը երկարաժամկետ եւ կայուն դարձնելը։ Բայց այստեղ ուրիշ բան կարող եմ ասել, որ մինչև հեղափոխությունը շատերը ասում են, որ մենք ավելի ապահով երկրում էինք ապրում, չէ՞։ Բոլորիս մոտ այդ զգացումը կար, որ մենք չև պատերազմը, որ մենք ապրում ենք ավելի ապահով երկրում։ Գիտեք, երբ մենք շատ բաներ չգիտենք, ամեն ինչ շատ ավելի
լավն է երևում, ապահով է երևում։ Երբ ծնողները երեխաներից իրենց ընտանիքի շատ դժվարություններ թաքցնում են, դա չի նշանակում, որ դժվարություններ չկան եւ իրականում մենք չենք բախվում բարդությունների։ Պարզապես մենք շատ բաների մասին տեղյակ չենք եղել, որպես հասարակություն եւ որպես անհատներ։ Ինչը մի կողմից ստեղծում է տպավորություն, որ այդ պահին մենք ունեցել ենք այն թվացial անվտանգությունը, ապահովությունը, որը մենք կարծել ենք, որ ունենք, բայց հետո ինչ որ պահի, երբ դա իրականության այդքան էլ չի համապատասխանում, այսինքն կան կոնկրետ դետալներ, կոնկրետ իրավիճակներ, որոնք փոխում են պատկերը, այդ ժամանակ արդեն բախվում ես իրականությանը։ Վերջում ուզում եմ ձեզ կարճ հարցեր տալ, ուզում եմ, որ կարճ էլ պատասխանեք այդ հարցերին։ Ինչ մի գերունակություն կա, որ կուզեիք ունենալ։ Դժվար հարց է։ Որովհետև ժամանակին ուզում էի մարդկանց մտքերը կարդալ, հիմա չեմ ուզում։ Դրա համար վստահ չեմ, որ ուզում եմ ունենալ ինչ-որ այդպիսի գերունակություն։ Բայց կմտածեմ։ Ինչի մասին եք երազում։ Երազում եմ ունենալ բավարար ժամանակ եւ հնարավորություն, որ ճամփորդեմ այնքան, ինչքան կուզեմ։ Ինչից եք վախենում։ Բնական աղետից։ Ինչպես են ձեզ հիշելու։ Չեմ կենտրոնանում դրա վրա, որովհետև կարծում եմ երբեմն նման մտքի վրա կենտրոնանալը տանում է շատ վտանգավոր տեղ, դրա համար ավելի շատ կենտրոնանում եմ դրա վրա, ինչ պետք է անել այս պահին։ Ինչպիսին է միջին վիճակագրական հայը։ Հոգատար, հյուրասեր, էմոցիոնալ, ընտանիքը արժեքների կենտրոնում ունեցող։ Եթե ձեր կյանքին մնար 5 րոպե, ինչ կանեիք։ Կվայելեի վերջին գաված սուրճս սիրելի մարդկանց հետ, այնինչ արել եմ այսօր առավոտյան։ Շատ շնորհակալ եմ ձեզ գեղեցիկ ու անկեղծ զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ։